The community. Գիտես ուզում էի հարցս տայի, բայց այս գեղեցիկ տեսարանը շեղեց ինձ։ Սիրուն է, չէ՞։ Շատ ջերմ։ Սիրուն տեղ ենք բերել։ Գարիկի մոտ ուրիշ ձև չի կարող լինել։ Այստեղ ընտանեկան է, այստեղ ջերմ է, Այստեղ իմն է։ այստեղ հայեցի է, ու ամենակարևորը այստեղ անկեղծ է։ Դու առաջին հյուրը չես, որ ես Գարիկի մոտ նկարում եմ, ու իմ առաջին հյուրը բավականին անկեղծ է եղել այստեղ։ Ու հենց ինքն էլ ասեց, որ այդ մթնոլորտն էր տրամադրում իրեն, որ ինքը այդքան անկեղծ էր։ Իսկ որպեսզի զրույցը մեր անկեղծ ստացվի, արի սկսենք սկզբից։ Որտեղ ես ծնվել, ինչ ընտանիքում, ովքեր են ծնողներդ, ինչպիսի երեխա ես եղել։ Ծնվել եմ Հայաստանի Հանրապետությունում, մայրաքաղաք Երևանում։ Ծնողներս Իսկական երևանցի ես։ Հա, ես իմ կողմից, բայց ծնողներիս կողմից Արթիկի կողմից են, Շիրակի դաշտավայր, հայրս ճարտարապետ ինժեներ, մայրս դասախոս դոցենտ։ Ես էլ չգիտեմ որտեղից երկուսին չնմանվող մի աննորմալ կերպար։ Ու մանկությունս չեմ կարող ասել, որ շատ եմ հիշում մանուկ ինձ, որովհետև նախ տարիքային տարբերությունն էր շատ ծնողներիս իմ հետ կապված ու ինձ միշտ շատ հասուն են վերաբերել ու իմ կարծիքը իրենց կյանքում առաջնայինն է եղել։ Ես երբևէ ինձ երեխա մամ ջան կներես չեմ զգացել։ Իսկ դու ավելի շատ մամայիդ ես նման, թե պապայիդ, քո կարծիքով։ Բնավորության գծերդ ավելի շատ ում անման։ Գիտես, երբ որ փոքր էի, իդեալ բառը նոր էր հորինվել, ասում եմ իմ մաման իմ իդեալն է, առանց գիտակցելու դա ինչ է։ Բայց հիմա հասկանալով ես երկուսի մեջտեղն եմ ու ավելի կատարելագործվածը։ Բայց իմ բալիկը միանշանակ իմ մամային է նման ամբողջությամբ։ Իսկ ավելի շատ ում հետ էիր մոտ։ Ում հետ էիր կիսվում։ Նայ, քանի որ իմ մաման ու պապան բաժանված են եղել, ես անշուշտ շատ կիսվել եմ մամայիս հետ, բայց ես տեսակով պապայիս աղջիկն եմ։ Հասկացա։ Ես իմ պապայինն եմ։ Նար, իսկ աղջկական տարիքում ինչի մասին էիր երազում։ Այն արդեն դեռահաս տարիքում են, որ արդեն աղջիկ ենք, էլի են ձևոչկա ենք ու սկսում ենք երազել, սիրահարվում ենք առաջին անգամ, չէ՞։ Սկսում ենք ինչ-որ սիրուն շորերի մասին մտածել, մազը, այսպես, այնպես, ուզում ենք դուր գանք ինչ-որ մեկին, այդ տարիքում ինչպիսին էր երազանքներդ։ Գիտես, չեմ ուզում հիասթափեցնեմ քեզ եւ կերազեի, որ այդ տարիքում երազանք ունենայի այդ շորիկների բանի, բայց քանի որ մայրս եւս մենակ մեծացնելով ինձ էլ ասարքել ուժեղ հենց այդ փոճուր տարիքից, ես ժամանակ չեմ ունեցել այդ մասին մտածելու։ Ես գնում էի բոլոր տեսակի պարապմունքների, որտեղ այդ իր երազանքն էր։ Բայց առաջին սերս, այո, 13 տարեկանում է եղել։ Ես շատ շնորհակալ եմ Աստծուն, որ ես դա ապրել եմ։ Դա զգացել եմ, դա թրթրացել է, այն որ միակ բանը երևի այդ տարիքի մնացել է ինձ հուշ այդ սերը, որ մինչ օրս ես սիրում եմ սիրել։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Դպրոցն ավարտեցի։ Կյանքի ճանապարհը քեզ ոնց տարավ հասցրեց Թատերական ինստիտուտ։ Մինչև դպրոց ավարտելը ինձ պետք է կյանքի ճանապարհը տանել կոնսերվատորիա տաներ, վոկալի բաժին, 8 տարի երգել եմ դասական, վոկալ, 5 լաուրեատի կոչում եւ 4 դասարանում մի ցիկի անգել սերիալ կար։ Բոլորը։ Ես էլ քանի որ ռուսական հայկական կրթությունների մեջտեղն էի, չգիտեի այդ մասնագիտությունն ինչ է ու երազում էի որ այդ աղջկա նման լինեմ ու ես էլ խաղամ, չերքեմ մենակ։ Եվ եկավ այն պահը, որ պիտի որոշեի որտեղ ընդունվեմ, մամային ասացի ուզում եմ այն աղջկանից լինեմ, որ համ խոսում է, համ երգում ամեն ինչ անում է։ Ու քանի որ կոնսերվատորիայի վարձը համեմատաբար ավելի թանկ էր, ընդունվեցինք Թատերական ինստիտուտ։ Թատերական ինստիտուտ։ Եվ եկավ այն երազանքը, որ չգիտեի անունը դերասանուհի է պիտի դառնամ։ Այսինքն մերը չէ, որ սինթետիկ արվեստ է, ամեն ինչ մեջը կա։ Եվ պլյուս որ Փառք Աստծո վարձը չհերիքեց, շնորհակալ որ դարձա անվճար։
Ես շատ դերասանների ու դերասանուհիների գիտեմ, որ թատերական ինստիտուտի տարիներին իրանք նաև աշխատանքն են համատեղել։ Աշխատել են, սովորել են, այսինքն ինչ որ թատրոնում, սերիալում են խաղացել։ Քո մոտ էլ էր այդպես, թե թատերական ինստիտուտից հետո եկավ առաջարկները։ Թատերական ինստիտուտի տարիներին Վահե Շահվերդյանը իմ կուրսղեկը միայն մեզ տանում էր մասսայական տեսարանների Սունդուկյան թատրոն, որի համար անչափ շնորհակալ եմ, իհարկե նա այլևս ողջ չէ, բայց մայրս երբևէ չի թողել, որ ես զուգահեռ իմ ուսմանը աշխատեմ, երբեք։ Զուտ գնում էինք Սունդուկյան թատրոն որպես մասսայական տեսարանների դերակատարներ, որը մեծ փորձ էր ինձ համար եւ իմ իհարկե կուրսընկերների համար, բայց դրանից ավել աշխատելը մամայիս համար абսուրդ էր, որովհետեւ ուսանող ես, պիտի վայելես ուսանողական կյանքը, դու իրավունք չունես աշխատես, չես կարող լինել ձունանուշիկ, որ գնում են, չէ՞, մեր երեխեք այդ տարիներին հետ էր կամ երկես ինչ որ միտեղ, դա абսուրդ էր, ինչպես կարելի է մանկավարժների ընտանիք, բան եւ այլն, ինչ որ միտեղ ափսոսանք կա, ինչ որ միտեղ էլ շնորհակալանք, չգիտեմ, երկուսի մեջտեղում է։ Իսկ երբ քեզ առաջարկ եկավ էկրաններին խաղալու արդեն սերիալների մեջ։ Որն էր առաջին սերիալը։ Ուրեմն 2008 թվականին, քանի որ ես սենց մի հատ շտամպ կար մեր ընտանիքում դրված, որ դու թատրոնի դերասանուհի պետք է լինես, իսկ դա նշանակում է շատ պիտի կարդաս։ Ես սենց ֆիքսվել էի, որ պիտի կարդամ ու թատրոնի եմ։ Ինչ սերիալ, ինչ էկրան։ Մեր կուրսի Գնել Ուլիխանյան, դերասան, այժմ այստեղ է։ Զանգահարում է իմանալը, որ էկրանից вообще հեռու մարդ եմ, ուրիշի մեր կուրսընկերու անունը տալիս, ասում է մեկը պետքա որ մի անգամից գոռալ իմանա։ Չէ՞ որ շատ դժվար է, չէ՞ մի անգամից շատ դժվար է։ Այդ ամեն մեկի ոչ թե դժվար է որ դա խաղալու բան, այլ էմոցիայի խնդիր է։ Ասի հեսա զանգեմ, զանգում եմ չի վերցնում, մյուսի անունն է տալիս, զանգում եմ չի վերցնում, ես հիմա պարկած, նա աղաչում եմ, դեմքդ չի երևալու, շատ եմ խնդրում, ես էլ սենց երկար, սենց շագանակագույն մազերով, ուրիշ մի հատ կերպար աղջիկ էի, ասի Գնել, ես չեմ գալու, ես էկրան ու ես բեմի եմ, բան եմ, որ աստղային, գնացի, նկարվեցի, դուրդ եկավ, մասով կա, Գնելի խաթր, որ հանկարծ պրավալից պատասխանատու մարդը։ 6 ամիս անց, երբ որ իմ մազերը արդեն կարճ, շեկ, սենց ինչ-որ անիմաստ սանրվածք էր, ու ինձ զանգահարում է Դավիթ Բաբախանյանի օգնականը, կանչում է ռադիոտուն եւ ասում, որ սկսվել է նոր պրոյեկտ, կյանքի կարուսել, եւ դու այդ կուճուր մի հատ գոռոցովդ, պիտի բացասական կերպարներ խաս, որովհետեւ դու օրգանիկ ես, դու կարողանաս անել ինչ որ մեզ պետք է, ու այդտեղից բացվեց իմ ճանապարհը։ Իսկ այդպիսի նեղվածություն չկար, որ հենց սկզբից էլ սկսեցիր բացասական կերպարներ կերտել, ոչ թե դրական։ Երբևէ չեմ ձգտել լավը երևալ կամ վատը, որովհետև մայրս ի սկզբանե միշտ ասել է, որ եթե դու արտիստ ես, եթե դու դերասան ես, դու պարտավոր ես յուրաքանչյուր կերպար։ Դե երբ որ մոր խոսքն էլ ինձ համար են, որ 100%-ից ավել ա եղել, միշտ գնահատել եմ այդ, որ դա կերպար է, որ միշտ խաղում են մարդիկ։ Բայց արի ուտես, որ այդ կերպարը շատ դեպքերում կարծիքներ է կոտրում եւ ստեղծում հակառակ ընկալումը քո մասին։ Որն այն ամենատպավորիչ դերդ, որ մինչև այսօր սիրել ես, այդ կերպարը սիրում եմ ես։ Մտքիդ մեջ ասես, ես այս կերպարը սիրում եմ, ես սա լավ եմ խաղացել։ Իմ չխաղացած կերպարը Դաստայևսկու Նաստասիա Ֆիլիպովնան, որ այդպես էլ չխաղացի։ Դե հուսանք դեռ ժամանակ կա, այդպես մի ասա։ Չէ, որովհետև ինձ պետք էր, որ Վահեն Շահվերդյան, որ բեմադրել էր ես լինեի, բայց քանի որ ինձ շատ հարազատ կուրսընկերս արգելեց ընդհանուր բոլորին, որ ես լինեմ այդտեղ եւ այդ բեմում, ես չխաղացի այն կերպարը, որը հենց ինձ համար երևի թե գրել էր Դաստայևսկին տարիներ առաջ, դարեր առաջ։ Որ պահներ, որ հասկացար, որ ուզում ես Հայաստանից գնաս, տեղափոխվես Միացյալ Նահանգներ։ Ինչն էր պատճառը։ Ունեիր պատճառ։ Ես հասկացա, որ ուղղակի պիտի գամ Ամերիկա, բայց Հայաստանից չգնամ։ Իսկ ինչի հենց ընտրեցիր Ամերիկան։ Նախ առաջինը իմ ընկերների 99.9%-ն է այստեղ, իսկ ընկերներ ասվածը հոր փոխարինող, մոր փոխարինող, ավելի հարազատ մարդիկ ովքեր եւ որոնց կարիքը ես ունեի այստեղ էին։ Իսկ երկրորդը իմ բարիկը ծնվել է այստեղ եւ երևի թե այն միակ լավ բանը կարող եմ հավատալ ասելով, որ արել եմ նրա համար,
տալ հնարավորություն յուրաքանչյուր երկրում, աշխարհի որ երկրում ուզենա այդ անձնագրով կարողանա իր կրթությունը ունենալ, իր ապագան կառուցել։ Որը ցավոք սրտի ես շատ կուզեի, որ Հայաստանն էլ հասնի մի կետի, որ այդ անձնագիրը աշխարհում բան փոխի։ Նա տարբերությունը շատ էր, երբ որ տուրիստ էիր եկել, հետո եկար բնակություն հաստատելու մշտական։ Մարդկանց ջերմությունը Բացարձակ ավելի շատացավ, նույնիսկ բալիկիս կնքահայրն ու կնքամայրը հենց առաջին օրվանից ասեցին, ինչ ուզես, ոնց ուզես, կարող ենք ապահովել, բայց մի հատ մտածի դա ուզում ես ու ես որոշեցի, որ չէ, ինքս պիտի երեխայիս հետ պատկերացնեմ, մարդ չունեմ այստեղ ու ես իմ քայլերը, իմ գործողությունները ամբողջը անեմ մենակ, բայց ես շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ հենց այս երկրում այն հավատարիմ մարդկանց, որոնք որ ասում էին գնա առաջ, եթե հանկարծ այսենց լինես, մենք կողքդ ենք։ Եվ շնորհակալ եմ Աստծուն, որ իմ կյանքից երկու ընտանիք ուղղակի դռները փակեցի եւ ասացի բայ-բայ։ Նար, երբևէ անհանգստություններ, վախեր չես ունեցել, երբևէ չես մտածել, որ իզուր եկար, երբևէ չես փոշմանել։ Ոչ թե փոշմանել եմ, որ ինչու եկա, այլ փոշմանել եմ, որ ինչի շուտ չեմ եկել։ Չէ, ինչու չմնացի։ Նայ, գիտես, կարող եմ մտքումս հիմա ես նախադասություն եմ կառուցում իրականում։ Ես մենակ մի բանը, որ այս վերջերս սա մի 3-4 անգամ եղել, որ ուզում եմ հետ գնալ, եղել է այն պատճառով, որտեղ ես այնտեղ մի հատ շատ թանկ ինձ համար մի բան եմ թողել ու դա մորս մասին չի խոսքը, որին ես կորցրեցի ու թևերս կտրվեց մի վայրկյանում ու եկավ այդ տատանումը գուցե եթե ժամանակը հետ տայի չգայի ու ես կընտրեի չգալը կնախընտրեիր չգալը հա բայց այստեղ երկիրն ու իմ հարազատները կապ չունեն այստեղ իմ կին տեսակն է որին շատ քչերն են առնչվել այս կյանքում եւ շատ քչերը էկրաններից գիտեն որ ես այդպեսին եմ լինում բայց երբ որ այն փիսիկ կոդ չէ բայց այն մի հատ sense կանացիություն արտնանում ուզում ես որ հետ բերես այն թևերը որ քեզ տալիս էին թռնելու համար նար իսկ չես կարոտում բեմը էկրանը դու այստեղ եթե ես չեմ սխալվում դու այստեղ չես զբաղվում դերասանական գործունեությամբ ոչ միտեղ չես խաղում ոչ մի ֆիլմում չկաս խնդիրը ինչումն է քեզ չեն կանչում թե դու չես ուզում շատ առաջարկներ եմ ունեցել շատ ու որի համար շատ շնորհակալ եմ բայց մի կողմից շատ լավ եմ զգում որ ինձ որպես դերասանուհի են ճանաչում անկեղծ այն որ լուրջ նույնիսկ կողքերս եմ ասում կողմ հետ չէ մյուս կողմից էլ նեղվում եմ որ իմ մյուս մասնագիտությունները ցավոք սրտի Հայաստանում չեմ կարողացել կիրառել այստեղ օտարազգի համար եմ ես կարևոր նաև որպես թե թերապևտ, թե մեյքափ արտիստ, թե հոգեբան այն ամեն ինչ որ ես ավարտել եմ Հայաստանում եւ Եվրոպայում ես կիրառում եմ այստեղ ու առաջարկները շատ են, մերժումները եւս շատ են, բայց ես կարծում եմ, որ կգա մի օր, որ անպայման կլինեմ այնտեղ, որտեղ իմ տեղն է։ Ինչ վերաբերում է կարոտելուն, ես անկեղծ կարոտելու ունակ չեմ ինձ թվում, որովհետեւ ես ինչ ուզում եմ այդ եմ անում։ Հիմա չէ, հիմա դադարի շրջան է, 4 տարի լռեցի եւ հիմա սկսեցի նորից հայտնվել։ Ու իզարմանս ինձ եւ շնորհակալություն Աստծուն եւ այն մարդկանց, ովքեր ինձ դեռ հիշում են եւ սիրում են, ամեն 2 վայրկյանը մեկ, ես եթե մի ինչ-որ միջոցառման եմ գնում, գիտես ոնց եմ զարմացած նայում, ոնց որ իմ հետ չեն խոսում։ Ասենք բաներ են ասում մարդիկ, որ ինձ թվում է ոնց որ կներեք 1000 անգամ, ոնց որ ձեռ առնեն։ Այն որ քեզ չի, ասենք ես չկամ վաղուց, դուք ոնց կարաք իմ մասին այդքան ինֆորմացիա իմանաք լավը կամ նույնիսկ վատը, բայց ես շատ շնորհակալ եմ։ Լուրջ ես որ ասում եմ ես չկամ։ Բայց ասում եմ քո հաղորդումն է, որ ես 5 տարի հետո ես էդ էի ուզում հարցնեի քեզ։ Դու շուրջ 5 տարի է ոչ միտեղ ոչ մի հարցազրույց չես տվել։ Ինչն էր պատճառը։ Ունեիր պատճառ չխոսալու։ Ու ինչի որոշեցիր հենց իմ հետ խոսես։ Ունեի ցանկություն լռելու, որովհետև այլ բան չկար, որ մարդիկ պիտի
իմանային կամ էլ բան չկար, որ մարդիկ պիտի իմանային կամ չիմանային, որովհետև այն թույլատրելի եւ անթույլատրելի սահմանները ես տվել էի հասարակությանը։ Նույնիսկ շատ աբսուրդ բաներ, որոնք ինչ որ միտեղ նաեւ խաղարկային էին, ոչ իրական։ Ու որոշեցի ինչու 5 տարի հետո, նախ առաջինը, որովհետև պատրաստ եմ խոսելու, պատրաստ եմ ասելու այն ամենը, ինչ որ կուտակված է, եւ իհարկե նաեւ ձեր հաղորդումը, որը որ հայությանն է, հայինն է, հայ արմատինն է, հայրենիքինն է, ինչ որ միտեղ քոչելունն է եւ չքոչելունն է, որը որ անդադ արծարծվում է իմ հետ կապված, մարդիկ կապում են եւ ցավոք սրտի ես ինքս իմ ասած բառի զոհը դառա։ Այդ որ բառ։ Քոչելուն։ Երբ որ ես տարիներ առաջ ասացի, որ մենք քոչվոր ցեղ ենք, հարցակում եղավ, բայց չվերլուծեցին, որ դա քոչել, օտարանալ, հեռանալ բառնիկ նկատի ունեի, ու հա, ես այսօր այդ վիճակում եմ, ինչպես շատ-շատերս ցավոք սրտի։ Նար, ինչով է սկսել զբաղվել հենց առաջին օրերին։ Ինչ ճանապարհ ես անցել։ Մի փոքր պատմի։ Միացյալ Նահանգներում այս պահին մենք գիտենք, որ դու շատ ակտիվ գործունեություն ես ծավալում, ունես հաղորդում, դրան անդրադառնանք։ Բայց մինչև դա յուրաքանչյուրս էլ մեր դժվարությունների միջով անցնում ենք։ Հիմա դու ուզում ես ես պատասխանեմ այնպես ինչպես 27 տարի մոտավորապես պատասխանලා Նայիրան Մովսիսյան, թե իրականում թե ես ինչպես եմ ապրել ես։ Իրականում այն հայը Նայիրա Մովսիսյանը չէ։ Այն հայ Նայիրան, ով իր երեխայի հետ մենակ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, ինչերի մեջով ես անցել։ Լավ, այն Նայիրա Մովսիսյանը չէ, Մարթայը, որը տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, շնորհակալ է եղել ընկերներին, ասել է կողքից նայեք, եթե հանկարծ ոտքս սայթակի, գիտեմ կողքից եք, 10 ամիս driver license ունենալով, վարորդական իրավունքներ, 10 ամիս ավտոբուսով երեխայի հետ, ամբողջ Կալիֆոռնիան շրջել եմ, որովհետև զբաղվում էի իմ մասնագիտությամբ, ունեի հիմա էլ ունեմ Healthy Food Corporation, բայց առողջությանս պատճառով դադարեցրեցի, մանուալ թերապիայով, որը սովորեցրեց ինձ Հայաստանում Ֆելիքսը իմ դոկտորը եւ ուսուցիչը, մասաժի սեղան, եւ մեյքափի кейս, ավտոբուս եւ 6 տարեկան երեխա։ Եվ եթե ինձ հարցնես, որ ավտոբուսը քանի հատ որտեղ է գնում, ես քեզ անգիր կարող եմ ասել։ Օրեր են եղել նաեւ, որ $1 չունենալով, բայց sense բանի սովոր չեն, մարդիկ, որ ես խոսեմ, կներեք, բայց անկեղծ են ուզել ինձ։ Մենք անկեղծ։ Հա, ես էլ ասում եմ անկեղծ։ Չունենալով չեմ բացահայտել, որ չունեմ գումար, պատճառ եմ բռնել անձրևա, երեխան ջերմություն ունի ընկերներից, որ չի բանան հանկարծ։ Եվ չեմ մոռանա կյանքում այն օրերը, որ գնում էի մարքետ, որտեղ պետությունը որոշակի գումար էր հատկացնում երեխայի համար, առևտուր էի անում ու Աստված չանի մի կանգար շուտ կամ ուշիչն էի։ Ես որ շատ զուսպ եմ իմ երեխայի մոտ արտահայտչամիջոցում, այդ իմ ոռնոցը մինչև հիմա իմ եւ երեխայի սակաժների մեջ է, որ են որ սենց գալիս է պահ, չէ, որ դու չես ուզում ուժեղ լինել ու ուղղակի սենց են որ ես անկեղծ եմ ասում, ոչ մեկին չեմ ցանկանա այդ օրերը, բայց դա իմ ընտրությունն է եղել։ Դրա համար ես փորձում եմ թեթև այդ ամեն ինչը ներկայացնել, բայց այտենց դաժան օրեր ոչ մեկին։ Դա մի հատ քառակուսի տանն էինք ապրում, գարաժի չափ ստուդիոյում, որտեղ ամենաերջանիկ կյանքիս օրերն են անցել։ Անկեղծ եմ ասում, 4 տարի ես հիմա տեղափոխվել եմ լրիվ այլ մեծ ինչ-որ բան, բայց ես երջանկությունը չեմ վայելում, այնքան ինչքան այնտեղ։ Բայց ես վիդեո էի նկարում, հիշում եմ ինչև մայից, գիտեք ինչ կոմենտ էին գրում։ Լավ ուրիշ սենյակ չկա, տեղ մենակ այդ պատի մոտ ես նկարում, դե արի բացատրի, որ չկա, չի եղել ուրիշ սենյակ, ես ընդամենը վճարել եմ $1000 եւ ապրել եմ այդ 4 պատի մեջ իմ երեխայի հետ։ Իսկ այն հարցազրույցները, որ մինչև գալն էի ասում, որ դե ամուսնանում եմ գնամ, դե հարաբերություններ կան, պիտի գնամ, այդ ամենը իրականում նման էր ավելի շատ Հայաստանի որոշակի իշխանավորներից փախնելու համար եւ կորելու համար, որ ինձնից ձերբազատվեն, քան իրական էր, որովհետեւ ես եկել եմ ու պրոստը գոյ եմ պահպանել։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Նար, գիտեմ, որ նոր նախագիծ է սկսել։
իմ Արոյի հետ միասին։ Արոն ոչ մեկինը չի։ Արոն բոլորինն է։ Արոն բոլորինն է։ Մի փոքր ուզում եմ պատմես այդ նախագծի մասին։ Իրականում, եթե սկսեմ սկզբից, ինձ միտքը տվել է Հասմիկ Հակոբյան, իմ 10 տարվա ֆոտոգրաֆ եւ վիդեոգրաֆը։ Հետո մեր Լիլին Վարդան ընկերուհիս ասաց. «Հələ մի հատ այն ինչ սցենարներ ունես, մի հատ քեզ հիշի դու ով ես»։ Ու պատահաբար զանգեցի Արոյին խորհրդի համար ընդամենը։ Չգիտեմ թե ինչպես 21 րոպեում ես նրան համոզեցի, որ միասին պիտի աշխատենք, այդ երևի տենց պետք էր։ Ես միշտ պատկերացրել եմ հաղորդում, որտեղ կլինեն գոնե մի քանի մասնագիտությունները զետեղված։ Այս դեպքում մեյքափն է, այս դեպքում կնոջը ընդգծելու եւ գեղեցկությունը արտահայտիչ դարձնելու թեման է եւ առհասարակ ինքը ինչպես է իրան անկալում, երբ ինքը իր հետ է, իր մենակությամբ, իր առանձնահատկությունը այս երկիր մոլորակում ինչու՞մ է կայանում, որի հետ շատ Արոն համաձայն չի, որովհետև եթե իրան հարցնես, կասի սա սև ու սպիտակով պիտի նկարենք, որովհետև շատ վատ է այդ ամբողջը, բայց ես մեն ուրախանում եմ նրա համար, որ երբ որ մարդիկ սկսած հովանավորներից վերջացած հյուրերով իմանում են ես ու Արոն ենք այս պրոյեկտը անում, ոչ իրենց հետաքրքիր լինում դիտումները, ոչ հետաքրքրում вообще ինչի մասին է, ես շատ ուրախ եմ, որ կա վստահություն։ Եվ ժամանակն է, որ ցույց տանք մյուս կողմից, որ կինը այո, կարող է լինել ուժեղ բիզնեսում, կարող է ուժեղ լինել կյանքում, բայց ինքը իրականում թույլ էակ է իր տղամարդու կողքին, թույլ էակ է նույնիսկ հայլու առաջ, եւ շատ դեպքերում մեր շնորհիվ շատ իմ հաղորդման հյուրեր արտահայտում են, որ վայ, ես ինձ sense չէի ճանաչում։ Ու ինձ այդ հավես է։ Ես չգիտեմ, Արոն այդ ընկալում է կամ ուզում է ընդհանրապես մտնի այդ։ Մտնում ես այդ ամեն ինչի մեջ դու։ Թե вообще մեկա քո համար։ Արոն զբաղված է նկարում։ Հա, գործ է անում, լավ բներ։ Ես ուզում եմ հավատալ, որովհետև Արոն ինձ մոտիվացրեց։ Ես կամուկացի մեջ էի ընթացիկ, ասում էի, կարողա պետք չի։ Որտեղ ես вообще կեսը ոչինչ չեմ թողում, բայց այս են դեպքներ, որ մենակս չեմ, ունեմ պատասխանատվություն եւ երկուսով ենք եւ այդ ամեն ինչը իմ որոշելունը չի մենակ։ Այս են դեպքներ, որ պատասխանատվություն կար, որտեղ ես մենակ չէի ու իրականում Արոն շատ մոտիվացրեց, շատ։ Նա ասում է, բայց կարողա պետք չի, որտեղ նայի այն մյուս հաղորդմանն է, հետո լիքը ամեն հաղորդմանը, ասիկան ում հետ խոսում ես, ասում է Արոնը անում։ Ասացի, ինչ ես խոսում, պետք է անենք։ Okay, եթե հավատաց, ուրեմն պիտի անենք, որտեղ նոր չի սկսել, ասենք մարդը տարիների փորձ ունի։ Հետո եկավ պերիոդ, որ իրան պիտի մոտիվացնեմ, իհարկե իմ մոտ դա շատ վատ է ստացվում, որտեղ ամբողջ աշխարհին կարամ մոտիվացնեմ, բացի իմ անձը եւ ինձ հարազատ մարդկանց, բայց դեռ մինչեւ օրս միակ բողոքը ես ինքս ինձ հետ եմ անում կռիվը։ Ես վստահ եմ, որ եթե նույնիսկ հաջողություն էլ չգրանցվի, ամենայն դեպս շատ մարդկանց կենսագրություն, հետևորդների շատերի կյանքը կփոխի։ Եվ կսկսեն իրենց անձը հավատալ։ Այդ շատ կարևոր է։ Ես դեռ Հայաստանում ունեի մի հատ ֆրազ՝ սիրիր քո անձը, դու արժանի ես դրան։ Հիմա էլ եմ ասում, սիրեք ձեր անձը, դուք արժանի եք դրանց։ Ես չեմ ուզում այլևս քննարկեմ իմ հաղորդման ընթացքում հին ու նոր հայեր։ Ես չեմ ուզում, որովհետև արդեն այնքան շատ քննարկեցինք։ Եթե ինչ որ մեկը ինչ որ բան պիտի հասկանար, արդեն պիտի հասկացած լիներ։ Եթե հասկանալու լիներ, ուրեմն արդեն հասկացած պետք է լիներ։ Բայց ես ուզում եմ ինձ ասես հայերի կողմից համախմբվածություն այստեղ տեսնում ես։ Շատ վատ մի հատ բառ կարամ ասեմ, հայերի թե հայաստանցիների։ Չէ, ես տարբերություն կա։ Նայ, նույնը չի։ Նայ, հենց այսպիսի բաներից է սկսվում տարանջատումը։ Այդ ցին, ես ինչ եմ ասում, եկեք ամեն մեկը սկսենք ինքներս մեզնից։ Ես հայաստանցի եմ։ Ես հայ եմ։ Ես հայաստանցի եմ։ Ես հայ եմ։ Ես հայ եմ ու պատկանում եմ աշխարհին։ Ես այսօր կուզեմ Միացյալ Նահանգներում կապրեմ, վաղը կուզեմ Իտալիայում կապրեմ,
որոշ ժամանակ ապրել եմ Ռուսաստանում, որոշ ժամանակ ապրել եմ Հայաստանում։ Աշխարհը ես այդ դեպքում Աստված աշխարհը ստեղծել է, որ մենք այս ամբողջը վայելենք։ Այդ նույն բառերը ես ասում եմ, բայց ես ազգությունս չեմ շեշտում, ասում ես մարդ եմ եւ մոլորակը իմն է։ Ես ազգություն չեմ ճանաչում, որովհետեւ Աստված չի ստեղծել ազգություն։ Ես հայաստանցի եմ, ինչու եմ այդպես ասում, որովհետեւ դա լրիվ տարբեր կուլտուրա է, դա վատի լավի չի։ Ամեն շրջակա միջավայրի տարանջատումը իր մշակույթն ունի ու դա մեղադրելու չի, դա վատի կամ լավի, դա սևի ու սպիտակի մասին չի, դա արեշցու, դիլիջանցու, երևանցու մասին չի, դա հայաստանցու, պարսկահայի, բեյրութահայի, բայց հայը հայա, ճիշտ ես, ես կողմ եմ միանշանակ, բայց այդ ցիերը ինչ որ մշակույթիկներ են։ Ես եւ դու երբ որ դուրս գանք քայլելու, մեր անգամ հագուստը տարբերվում է այստեղի ծնված մարդուց, ֆրանսահայից, Իսպանիայում ապրող հայից, Ռուսաստանը բնակ հայից, Հայաստանցուց, ինչ որ միտեղ արդեն որտեղ մենք էլ ենք որոշ ընթացք արդեն հեռու։ Այդ պրիմիտիվ բաներն են, որ մշակույթի տարանջատումներ են տալիս։ Ես այստեղ որ նոր եկել շատ եմ բախվել այդ ցիերին։ Հիմա էլ չեմ բախվում, բայց հիմա ես ընկալել եմ, որ այո, ես Հայաստանի ապրած հայ եմ։ Ու դա շատ տարբեր է։ Վատ չի կամ լավ, դա տարբեր է, դա ուրիշ է։ Եվ երբ որ այստեղի ծնված ես շատ patient-ներ ունեմ, հիվանդներ ունեմ իմ մանուալ թերապիայի շնորհիվ, շատ տարաձայնություններ են ունեցել, որտեղ իրենց ընկալումը այլ է մեր հանդեպ։ Իրենք ավելի շատ են մեզնից տեղյակ, բայց այն ինչ որ հին դարերում էին տեղյակ մեզնից։ Քան մենք իրականում դա ապրում ենք Հայաստանում։ Եթե դու լեզուն հիշում ես եւ յան ազգանուն ունես, այո դու հայ ես, բայց դու Հայաստանի չես, դու Ֆրանսիայի չես, դու Ամերիկայի ես։ Այդ ավանդույթներից եմ ուզում խոսենք։ Իմ հերոսներից մեկը մի անգամ ինձ ասեց, որ այստեղ հայկական ավանդույթները ավելի լավ են պահպանում, ավելի շատ են պահպանում, քան օրինակ Հայաստանում։ Այ ո՞րն է այդ ավանդույթները, որ տեսել ես ու հիացմունք առաջացրել։ Նայեք, սկսած Զատկից, թե փոքրը հունվարի 6-ի ծնունդը Քրիստոսի, թե Հարության տոնը, այնպես են իրոք զարդարում տները, այնպես են սեղանը ամեն մի մանրուքով, որ լավ խորանաս Google անես, տեսնես ինչ պիտի սեղանին դրվի, մանրակրկիտ, դա է կոչվում հայապաշտպանություն, այն քո ասած հայը, որը ցիերի չի բաժանվում, պաշտպանությունը դա է հենց, քրիստոնյա ազգի պարծանք տեսակը սփյուռքի դա է ինձ համար, եւ այո, ես սովորել եմ այստեղ Զատկին, որ մենակ ձուկ չենք դնում ու գինի ու կամ ձու չենք խփում նա, այլ կան լիքը արժևոր բաներ, ես ինչքան ընտանիք մտնում եմ, հացը սկսվում է աղոթքով, բայց ցավոք սրտի նույն հայաստանցի լինելով, ապրելով տարիներ առաջ Հայաստանում, ես ցավոք սրտի երևի բախ չի վիճակվել մտնեմ տներ, որտեղ հաց ուտելը սկսվի աղոթքով։ Մենք համարվելով 301 թվականին առաջին կրոնը ստեղծած ընդունած քրիստոնյա ազգ։ Իսկ ստեղ ես դա սովորեցի։ Ցավալի բան եմ ասում։ Իսկ մենք համախմբված ենք այստեղ, ինչ ես կարծում։ Եթե վերցնենք համախմբված ենք օգնելու պատերազմի ընթացքում։ Չէ, այստեղ մեկս մյուսին օգնելու հարցում համախմբված։ Ինձ այո, համախմբված ենք, միանշանակ։ Եվ ես Ես էլ իմ անունից կարող եմ դու էլ եւ այո։ Մենք այն մի հատ մասա կա, մի հատ խումբ կա, որը որ գիտակցում է, որ ինքը այստեղ նույն հնդիկն է Հայաստանում։ Եթե մենք չլինենք համախմբված, որտեվ ես մի հատ սխալ ֆրազ ասեցի մի անգամ, ասեցի, երեխեք օտարների հետ չեմ կարողանում շփվել, ասեմ դու մոռացես, որ դու ես օտար, իրանք չեն, իրանք երկիրն է։ Հասկանում ես, ես արդեն այնքան ենք մենք մերոնցով վերցրել այդ տարածքը, որ ինձ թվում է ես պիտի էլի։ Այո, մենք համախմբված ենք, մեր այն սերունդը, մեր այն որտեվ նույն թեմայի շուրջ ենք մտածում, ապրում ենք նույն թեմայով, բոլորս ունենք նույն գրեթե խնդիրները։ Եվ այո, մեզ համախմբում է մեր նաև ոչ տգետ լինելը կամ ինչ-որ մարդկանց համար տգետ լինելը։ Եվ իմ հաղորդման վերջին ու ավանդական հարցն եմ ուզում քեզ տամ բլիցից առաջ։ Պատկերացրու, որ հիշողությունդ կորցրել ես ու պետքա գտնես ինչ-որ մեկին քո ընկերների, հարազատների շրջապատում, ով քեզ կպատնի քո մասին ամբողջ ճշմարտությունը։ Կարող ես իր անունը չտալ, ուղղակի ժպտալ մեզ, մենք հասկանանք, որ դու ունես այդ մարդը։ Եվ ես նմանատիպ մի հարց հենց ուղարկել եմ այդ մարդուն, որ հենց ինքը պիտի լիներ, որը իմ մասին պատմեր։
Ինչքան սիրուն կինո կլիներ դա։ Ասա որ շատ կարևոր բան է, որ դու ունենաս այդ մարդը քո Հա։ կյանքում։ Ես ունեցել եմ այդ մարդուն։ Ես վստահ եմ, որ եթե տարիներ հետո էլ լինի այդ դեպքը իմ կյանքում, էլի եթե դու իրան կասես։ հա։ Ну, չգիտեմ տարիներ հետո, բայց վստահ եմ, որ ինքը կգա ասելու։ Եթե իմանա, որ պետքություն կա, որ ինձ օգնի, կգա կհասնի կասի։ Հա։ Հա, ես կարող եմ ինչ-որ բան իմ կյանքում փոխվի հետագայում, լինի էլ ավելի ինչ-որ մեկը, որը որ կասեմ լավ, իսեր աստծո, ես ինչ էի խոսում։ Եվ երազում եմ այդ մասին, ինչպես յուրաքանչյուր մարդ այս կյանքում երազում է ունենա իր երջանիկ այդ պատմողին, իր հեքիաթը ստեղծողին։ Բայց իմ անավարտ հեքիաթի հերոսը կպատմի իմ անավարտ հեքիաթից ավելի գունագեղ, քան նույնիսկ մայրս։ Գնանք բլիցին, Գնացինք։ սուրճ թե թեյ, Ջուր, առավոտ թե երեկո։ առավոտ, Ժամանակին եկողն ես թե ուշացողը։ շուտ ժամանակից։ Հաճախ երկու բառ, որ օգտագործում ես։ Կյանքս, սերս։ Քո թուլությունը, Ես ինքս, ափսոսում եմ որ որ ափսոսում եմ երբեմն, երջանիկ եմ երբ, ապագայում կտեսնեմ այդ։ նյարդայնանում եմ երբ, Ստում են։ սիրում եմ երբ, Միշտ նկարագրիր հային մի բառով։ անմահ տեսակ, որտեղ երբ որ հայը վերանա, աշխարհը կկործանվի։ Նար ես քեզ շնորհակալ եմ այսօրվա անկեղծ զրույցի համար։ Շնորհակալ եմ, որ մեր հետ անկեղծացար։ Շնորհակալ եմ այս հրաշալի ժամանակի համար, որ իրար հետ անցկացրինք։ Ես շնորհակալ եմ, որ 5 տարի հետո մեզ վստահեցիր ու մեզ հետ խոսեցիր։ Ես իսկապես անկեղծ գնահատում եմ դա, որովհետև ինձ համար շատ կարևոր է, որ մարդ ինձ վստահում է ու ուզում է իմ հետ խոսալ։ Ես շնորհակալ եմ քեզնից։ Ես եմ շատ շնորհակալ, որ ինձ կարողացար հուզել, կարողացար սրտիս մեջից հանել այն ամենը, ինչ որ նստված կեր տվել, եւ պետք էր ժամանակներ, որ մարդիկ իմանային, եւ այո, ես ընտրեցի քո հաղորդումը եւ դու ընտրեցիր ինձ, որովհետեւ այնտեղ, որտեղ անկեղծություն առանց պաթետիզմի, ես դա սիրում եւ գնահատում եմ։ Շնորհակալ եմ քեզ։ Կհանդիպենք Գարիկի մոտ։ Միանշանակ։ Հարգելի սեղանակիցներ, այժմ գտնվում ենք Հիմա մենք գնանք հավես ժամանակ անցկացնելու։ գնացինք։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ The community.